Ինչպես եւ խոստացել է, այսօր կպատրաստենք տորտ, որի բաղադրատոմսը հարցնում են շատերը եւ որի համից ուղղակի չեք կշտանա։ Նախ կպատրաստենք մեր տորթի շերտերը՝ շոկոլադե եւ դասական ձվանի։ Իսկ թե ինչպես պատրաստել շերտերը, բաղադրատոմսը կտեղադրեմ նկարագրության բաժնում։ Ստացված շերտերից առանձնացնում ենք շրջանաձև հատվածներ։ Կրեմի համար մեզ անհրաժեշտ է 200 գրամ սերուցքային պանիր։ Դրան ավելացնում ենք 4 ճաշի գթալ թթվասեր եւ 4 ճաշի գթալ շաքարի փոշի։ Ցանկությամբ կարող եք ավելացնել 1 թեյ գթալ վանիլին։ Եվ գթալի կամ հարիչի օգնությամբ խառնում ենք այնքան, մինչ մեր բոլոր բաղադրիչները իրար մեջ խառնվեն։ Իսկ ինչպես պատրաստել ընդամենը 3 բաղադրիչով սերուցքային պանիր տանը, կարող եք դիտել նախորդ հոլովակում։ Ապա սկսում ենք հավաքել տորթը։ Առաջինը դնում ենք շոկոլադե շերտը ու թրջում ենք շաքարաջրով կամ մուրաբայի հյութով։ Վրան դնում ենք կրեմը եւ տարածում ենք։ Ապա ցանկությամբ ավելացնում ենք ձեր սիրելի միջուկը։ Ինձ մոտ դա ազնվամորու մուրաբա է։ Հետո դնում եմ սպիտակ շերտը, թրջում եմ, կրեմապատում եմ եւ դնում եմ շոկոլադե շերտը։ Սպիտակ շերտի վրա ես չեմ դնում միջուկ։ Եվ այս ամենը կրկնում ենք, մինչ շերտերը կվերջանան։ Եվ բոլոր շերտերը վերևից ներքև պատում ենք կրեմով եւ տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի այն ստաբիլանա մոտ 1 ժամ։ Վերջում խմորից մնացած փշրանքներով պատում եմ տորթը եւ մատուցում։ Իսկ դուք կարող եք զարդարել այն ինչպես կցանկանաք։